Ճանապարհ ենք ընկել դեպի Մաթևոսյանական Ահնիձոր մեքենայի փակ պատուհանների ծանդին արդեն աշնանային քամու սուլոցներ են, որ ուղեկցում են մեզ լեռնային շրջադարձերում, ահագնանալով աշնանային անտառի տերևաթափի հետ վերածվում են ոռնոցի։ Ահնիձորում կարծես ժամանակը կանգ է առել, թողնելով որխոսի բնությունը իր առանձնահատուկ աշնանային դուռ պատկերներով։ Արուների ձայները, հազար ու մի երանգ ստացած ծառերով խիտ անտառներ ու նրանց միջով անցնող քամին ասեց Մաթևոսյանական անմահ պատմությունների տողեն է շշնջում ու այդ պատմություններին հաղորդում մի տեսակ միստիկ երանգներ։ Սա Ահնիձորն է, բնության ու մարդու հոգու միաձուլման վայրը, որտեղ ամեն քար, ամեն թուփ ու ծառ առանձնահատուկ գեղեցիկ է։ Չար աչքի է եկել, թե անեծքի տակ է ընկել, չգիտի Զարիկ տատը, բայց առավոտից շնչակտուր 3 վառիկների հետևից է ընկած ու անտերներին բռնել չի ստացվում։ Չէ, օրն անհաջող է ընկերուհիների հետ սուրճից կուշանա, օրը ճաշը դառնում դեռ գործ չի արել զայրացած տատը։ Ռաուդը վեր լիսանամ, ասեմ էստեմանիլը, լամիչեմ իմանեմ էս չնել եմ հորերը։ Իմ խելքիցը Ուտը տվի ու շուտ կարացուր փագին դուրսապեց։ Ենթարկվում չնել։ Իր խելքն ասես պապից հետո անասունն էլ հավուճիվն էլ վերացրեց, բայց այս աշունք թե խելքին ինչ փչեց 3 ճուտ առավ։ 3-ն էլ թոկից փախած տատին օր ու արև չեն տալիս։ Զարել եմ էնել ոնց, հոգնել եմ։ Ռավոդվան դես կանչեմ, տունանեմ որ հանգստանամ։ Իր տանդուս յոխ չես ինչ բանա։ Այնքան վազել եմ, մեղել եմ, զբաղվում եմ։ Հավիձուա, իմ ճաշի մեջն եմ գտին, գնամ փոխտամարնեմ ստի նստածեմ։ Ճիշտը դայա թենա, բայց պահիլը լավ է, ես սա օր եմ պահելու, 100 եմ պահել։ Ուղիղ 9 տարի է, պապը Զարիկին մենակ է թողել, բայց տատը մտքով դեռ նրա հետ է։ Փայտը դուրն են բերել, ջարդող չկա, հավը կորել է, գտնող չկա, խնձորը խաղող ու հավաքող չկա ու այդպես շարունակ։ Ամենտեղ պապի պակասը երևում է։ Բերել ենք, այսքանը կտորել են, ով անի, ուրիշ ուրշիմա ինչ դի անել։ Լով է, տանիցը տիլին։ Մեր պապն ասել, պտիկու տանիցն էլ, ճիշտ ասել։ Մենել ասել տվովի բանը բալաջաննա, կես մար հեչ բանա, պտի դու ունեն ասել։ Նեզ լավ բանրեր ունելիս դարնա, շարդ։ Մեկ էլ ասել, թե բաղթ կունենաս, ընդով էլ դե ոնչ հարսը, ոնչ թորը ջահել։ Եթե բաղթ կունենաս, գելը գգա գարը գդարնա, հարսի հետ էր։ Եթե բաղթ չես ունենալ, գարը գգա գել գդարնա։ Տես ինչ բար ասել, բա, միտը հենց է։ Ահնիձորցին սարից կաղին ու հաճար է բերել, հիմա արևին է տվել, որ չորանա։ Սարն էլ գյուղից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու է, շուտ է ցրտում, երկար մնալ չեն կարող։ Մեկ էլ տեսար ձյուն դրեց, իրենք էլ մնացին, այնպես որ օրով չորով քոչը կապել ու եկել են։ Անասուն պահելը պահում են դժվարությամբ, բայց ավելի մեծ եկամուտներ ստանում են շուկայի վերավաճառողները, ոչ թե սարում ու գյուղում չարչարվող գյուղացին, ասում է Հրայրը։ Հետո էլ վերջերս յուղու պանիրը վատ է վաճառվում, Հրայրը ենթադրում է քաղաքացին էլ փող չունի ու նախընտրում է արդար յուղի փոխարեն կասկածելի ծագման ձեթ ուտել։ Ձեթ թողում են թե եղուտ են, նա ձեթ են ուտում։ Կարող է թանկ եք ասում։ Չէ, հա, թանկ։ 3000 դրամ է, թանկ է։ Դե առնողել ալեմ, բայց ոչ այդքան էլի։ Այսինքն ձեռնտու չի անասուն պահելը։ Չէ, այ մի քանի գնամ հեչալեմ, անասնապահությունն է, ամեն ինչն է։ Ձեռնտու չի, խափելու վրա են սախ։ Չկա այդ մոմենտը, որ խոսքի տանես, դու հանձնես, բան, հերոա կամ ստյան ուզուն տանիլ է հեշտ է։ Ինչքան հանի մինը հլե տատես այդ վարորդին, որ տանես։ Սենց մասնավոր էլ ծախում են խափելով տանում են, հավես չկա, այնա հավես չեն տողում տայ, որ սենց խափելու մոմենտա բանա այդ ենց։ Ով է խափում ձեզ։ Այն ձեռի վրա առնողնին։ Նրանք մեզանից շատ են օգուտանում։ Կամ ջիլը տանում ես բազար ընդեղ այդքան չի չարչարվում ինքը ինչքան օգուտանում։ Ինձանից 1000-ով վերանում ինքը 1500-ով, 1700-ով ծախեմ։ Բայց չարչարվում հաշվի առեք պեչքի վրա կթի դրուպ զտի հիմել ջիլարա վառվելով։ Ջիլան էլ հեշտ է։
Հեշտ չկա հեշտ լիներ, ջահելները գյուղից չէին գնա, շարունակում է գյուղացի Հրայրը։ Անիձորը իր բոլոր գույներով ու հմայքով քիչ է հետաքրքրում ջահելներին ու քիչ-քիչ լռում է, օրեցօր դատարկվում։ Այստեղ ապրելն ու անասուն պահելը այլևս դժվարացել է, շատերը հիասթափվել են անասնապահի ծանր ու անշնորհակալ աշխատանքից։ Գյուղը լավ գյուղ է, սիրուն գյուղ է, հարմար գյուղ է, նենց անասուն պահելու բանի, բայց երիտասարդությունը չի մնում, որ ստեղ գեղը զարգանա, այ էտա գիշ։ Սեն երկու հոգի ենք մնացել, պրավել է, սա կգնանք գյուղ փակվի։ Հիմա այստեղ ձմռան պատրաստությունների մեջ են, եթե յուղն ու պանիրը կարողանան վաճառել, կկարողանան փայտել գնել ձմռան անհրաժեշտ քանակով այլ ուր պահեստավորել, բայց գնորդ գտնելն ու վաճառելը հիմա դժվար գործ է։ Մինչ տանտիկինը խմոր է հունցում, Սերգեյը փուռը վառելու պատրաստություն է տեսնում։ Վառելափայտը դժվարության, բայց մի մասն արդեն հասցրել են տան բակ բերել, արդեն կոտորում են։ Շատ կարևոր է, որ տան նորածինը ձմռանը չմրսի։ Փայտը մեծ դժվարությամբ թափվածները դե գնում ենք մի 500 կիլոմետր իջացնամ բերեմ ձեռքով ավտոյի տեղ չկա էլի որ մտնես հարմար չի։ Ոտքով անտառ գնալն էլ վտանգավոր է, ընդամենը 2 օր առաջ Արջը գյուղին մոտ հանդամասում հարձակվել ու միանգամից 3 կովի վնասել։ Հիմա Սահնի ձորում ամենաթեժ քննարկվող թեման է։ 3 հատ կովի վնասել է, մեկին կերել է, երկուսին վիրավորել։ Երևի սովել է էլի։ Սովը մարդ գալիս է էլի էսին։ Բա ինչ որ ձև կա պաշտպանվելու բանի։ Չէ, հա ինչ չունենք, ես զենք չունենք որ պաշտպանվենք։ Հիմա ես կովեր ունեմ 20 օրա գնացած են չկան։ Այ վախում եմ դրանց համար։ Մեկ գնում եմ ստուգում, տենում եմ էլի, ասենք որտեղ են գտնում եմ, հա թողում գալի։ Բա վտանգավոր չի։ Վտանգավոր է, գելն էլ է էլի, գելն էլ է կբռնի։ Մենակ արջ չի էլի։ Մի քանի գելով հաստատ կովին կվնասեն։ Արջի հարձակման դեպքն իհարկե մտահոգիչ է, բայց ոչ պակաս մտահոգիչ է դպրոցի փակման տագնապալի սպասումը։ Աղունիկ տատը գյուղում 2 դպրոցական թորնիկ ունի, դպրոցի փակման լուրն իմանալուց հետո քունը կորցրել է։ Տղան քաղաքում աշխատանքի վիճակի չէ, եթե դպրոցը փակվի, ընտանիքը ստիպված քաղաք կտեղափոխվի։ Այստեղ գոնե անասնապահությամբ ապրում են, քաղաքում աշխատանք գտնել ամբողջ կյանքում անասնապահությամբ զբաղված մարդու համար անհնար կլինի, կարծում է տատը։ Այնա դրամա նստած մտածում ենք, որ գնա քաղաք, ինչ տի անել, անասնապահությունով ենք զբաղվում, անասունապահան, որ իրան 3 երեխան պահի։ Եթե դպրոցը ուզմա 10 աշակերտ ալի, ուզմա որ ես եկել եմ այստեղ 76 թվին, մի աշակերտ այլել։ Դրանից հետո Քարյան Կացյաններ պարապում, Քարյան Անիկներ պարապում, դրանից հետո շտացան, ասենք, երկրաշարժելա, բանելա, վերջապես արանքներում ինչ-որ մի բան, արդեն ընդովել արդեն շատ էր, իսկ հմի չէ, հմի սերունդը տուն առնում, վարկ ավերունում, վարկ են վերունում ու տներ են առնում, գնում որ իրանց երեխանց կյանքը ապահովեն, բայց իմ տղեն կարալ չի։ Ունի, չունի 4 կով ունի, 4 կովը վես երեխեն ոնց ինքան առողջ նպաստառու մարդա, գնա, ընդի ոնց հապրի, իրան 18 տարեկան աղջիկը սորտուն չունենք, սվորի լուզեր, աշխատի լուզեր չկարացինք, ըստեղ էլ նենց գործ չկա, որ տամի երեխեն, հմես երունդը գեշացել է, վախում ես ուրիշի տուն գրգես, ինչ անես, այդ երեխեն որդի սվորի, պրծել է, որ ասեմ անգրագետ այլ չի կարացել, կարացել է, բայց հնարավորություն չունենք ազուշ։ Գյուղումը եթե կա մի 50 հոգի, այդ 50 հոգին էլ տի գնալ։ Հմի մտածում եմ, եթե հանկարծ այս 26 թվին փակվի, դե արդեն սա օրն ասում եմ, որ փակվի ես ես երեխան իրանց պապն ասում է մտածել մի։ Պապը, որ հիմա քաղաքում է, տատին հանգստացրել է, թե մի բան կմտածեն, մեքենայով ամեն օր հարևան գյուղի դպրոց կտանի կբերի, բայց տատը էլի անհանգստանալու առիթ ունի։ Բայց մենց մարդա, ձինը գալիս է, տրանսպորտա քշում, գնում անհանգստանում ենք, ու պուճուր չի 75 տարեկան մարդ։ Տրանսպորտը հեշտ չի, որ տղես բան չունի,
շոֆերական չունի, կարում ա քշի, բայց շոֆերական տոմսը չենք կարում հանենք, որ գոնյային տղեն տան։ Այդ է հենց դժվար ապրանք, հա գնում ենք սարը, մենք էլած ենք ստեղծում, ձմեռը նստում ենք, ուտում ենք, էլի գարուն քանում էլի նույն բանն ենք անում, ապրանքը կարում չենք լիարժեք ծախենք, միսը կարում չենք ծախենք, կաղնողնին մեզանից ավելի շատ են, կանց թե ես ամիսօր խոզ ունեմ, կով ունեմ, ուզում եմ տանեմ ծախեմ, գեղացու գլխին տալիս են կաղնողնին ավելի շատ օգուտ են անում ինձանից, կանց թե ես, սուտ եմ ասում, սուտ չեմ ասում, սա, հա, սուտ չեմ ասում, ստացածս 30 մանեթ հա, կարամ չեմ քարտային գծեմ, որ գոնեն 5 մանեթ, հեսի տղինս քարտային հա, լոյուտ առևտուրանում, ես պետք է գնամ հլա այդ քարտը որ տալիս են, տան մա խանութը, որ քարտը առևտուրն անում է լոյուտի խանութում, ասում են քո քարտով այդ փողը գալիս չի։ Խնդիրներն այստեղ մեկն ու երկուսը չեն, տասնյակ տարիներով անլուծելի հարցականներ կան, որոնք էլ իրենց հերթին ենթախնդիրներ ու ենթահարցականներ ունեն։ Հազար ու մի դժվարություն հաղթահարող գյուղացին հիասթափվում ու հուսահատվում է դրանց լուծումները չգտնելուց, ասել է, թե կյանքը հեշտացնել անկարող լինելուց։ Գործն ու հոգսերը ամեն օր կրկնվում են ու հենց դրանից էլ անխուսափելի է դառնում արտագաղթը, բայց կան նաև նրանք, ովքեր վերադառնում են Ահնիձոր։ Ես Ահնիձորը շատ եմ սիրում, շատ անչափ։ Ես քաղաքի աղջիկ եմ, քաղաք ծնվել, մեծացել, սովորել, այստեղ եմ ամուսնացել։ Որ ժամանակ քաղաք եմ ապրել, հիմա այստեղ ենք ապրում։ Աշխատանքի բերումով ամուսինս տենց աշխատանք չի կարողանում ճարի, այստեղ ենք աշխատում։ Դե որ ասեմ տենց հեշտ է, գյուղը շատ դժվար է ապրելը, շատ տանջանք է։ Կարելի ասել գյուղացու աշխատանքից մենակ չարչարանքն է, բայց մենակ այս բնությունը վայելելը ամեն ինչ արժե։ Ես շատ սիրում եմ Ահնիձորը, չգիտեմ։ Տիկին Այդան խնձորի կոմպոտի պատրաստման գործով է զբաղված։ Ճիշտ է, խնձորները տեսքից իդեալական չեն, ինչպես գյուղացիներն են ասում, չորոտ են, բայց անմահական համուն են ասում է։ Ընտանիքի եկամուտը միայն անասնապահությունից չէ, ամուսնու հետ, ով անտառից խոտաբույսեր են հավաքում, վատ չեն վաստակում։ Ահնիձորում ապրողը սոված չի մնա, բնությունը կերակրում է սունկ, մասուր, հոն, ընկույզ, ամեն ինչ կարելի է գտնել այս անտառներում։ Բացի դա գյուղի չքնաղ բնապատկերներն ու Մաթևոսյանի անունն այստեղ են բերում հարյուրավոր հյուրերի, առաջացնելով հետաքրքրություն ու մաթևոսյանական մոգական ծմակուտը բացահայտելու ցանկություն։ Մաթևոսյանական ծմակուտը չքնաղ է, խորհրդավոր ու անմոռանալի։ Այստեղ եկողը հեռանում է մտորումներով աշխարհի, կյանքի ու ժամանակի մասին, զգալով, որ շտապող աշխարհում պետք է կանգ առնել, վայելել պահը, վայրկյանը, որը անդադ գնում է ու դառնում հիշողություն։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ահնիձորից անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։